Ողջույն, սիրելի ունկնդիրներ, Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան նախաձեռնել է ոդքասթների շարք, այն կոչվում է Ճամպրուկային տրամադրություն, եւ այսօր հաղորդաշարի շրջանակներում մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Տիկին Լուսինե Գևորգյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Գևորգյան։ Նախ շնորհակալ եմ, որ մեր հրավերը չմերժեցիք եւ այսօր մեր տաղավարում եք։ Առաջարկում եմ այսօր խոսել ծանոթությունների համակարգի մասին։ Վերջին շաբաթներում այս գաղափարը ներդրվեց, բարձրաձայնվեց, որ այսուհետև գործելու է ծանոթման համակարգ եւ բալային համակարգով են տուրիստական գործունեություն ծավալողները գնահատվելու։ Ես ուզում եի նախ եւ առաջ խոսենք երբանից է ներդրվելու համակարգը, երբ պետք է սկսեն ծանոթումը եւ այն երբ պետք է ավարտված լինի, պարբերականությունը արդյոք ամեն տարի է նախատեսված, որ ծանոթումները լինեն, գործունեության տեսակները, ինչպիսի տեսակներ են այսպես ծանոթման ենթակա, եւ բացի դրանից նաև խոսենք անհրաժեշտության մասին, նպատակի մասին, ինչ հարցեր ենք լուծելու սրանով եւ ինչ ակնկալիքներ ունենք։ Շնորհակալություն հրավերի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում եւ հիմա ձեր խոսքը լսելով ես հասկացա, որ արդեն գործարար շրջանակներում զբոսաշրջության ոլորտում օրենքի նախագիծը ստացել է ծանոթման մասին օրենք, չնայած որ ինքը ունի հակառակ բովանդակությունը, խոսքը գնում է գործունեության, զբոսաշրջության գործունեության թվայնացման մասին։ Մենք ստեղծել ենք մի հարթակ, դա notify.travel.gov.am կայքն է, որտեղ զբոսաշրջության բոլոր սուբյեկտները պետք է հայտնվեն։ Իսկ ինչպես պետք է հայտնվեն են ծանոթման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանված կանոններով։ Դուք որպես զբոսաշրջային սուբյեկտ ծանոթում եք պետությանը, այս դեպքում զբոսաշրջության կոմիտեին, ձեր գործունեության մասին։ Տրամաբանությունը լինելու է հետևյալը, ինքը աշխատում է հարկ վճարողների անձնական գրասենյակի տրամաբանությամբ կամ եթե ավելի պարզ եւ մատչելի լեզվով խոսենք, դա շատ նման է սոցիալական կայքերում մեր բոլորիս անձնական էջերին։ Ունենալով լոգին եւ պարոլ, դուք որպես օգտատեր մտնում եք ձեր անձնական գրասենյակ եւ առաջին գործողությունը, որ անելու եք, որպես իրավաբանական անձ, լրացնելով ձեր ՀՎՀ-ն, ինքնաշխատ եղանակով տեսնելու եք լրացված տողեր, որը պատմելու է ձեր գործունեության մասին։ Եթե դուք ֆիզիկական անձ եք, օրինակի համար գիդ եք կամ ուղեկցորդ, այդ դեպքում դուք լրացնելու եք ձեր ՀՑՀ-ն եւ ելի ինքնաշխատ եղանակով համակարգը։ Այսինքն համակարգը այսպես պետք համակարգին կցված համակարգ է, որից ներբեռնվելու են բոլոր տվյալները։ Ինքը աշխատում է ԵԿԵՆԳ-ի հետ, աշխատում է ՊԵԿ-ի, ՆԳՆ-ի եւ մյուս բոլոր պետական գերատեսչությունների հետ, որտեղ պահվում են տեղեկատվություն։ Լինելու են տողեր, օրինակ, եթե կա վարձակալության պայմանագիր կամ պայմանագրի այլ ձևեր, որոնք անհրաժեշտություն է լինելու ներբեռնել, միայն այդ պարագայում ներբեռնելու եք PDF տարբերակով որևէ փաստաթուղթ, որևէ այլ ձևով կոմիտեին փաստաթուղթ ուղարկել, նկար ուղարկել կամ առավել եւս թղթային տարբերակով որևէ բան բերելու կարիք չի առաջանալու։ Այո, գործընթացը ամբողջությամբ թվայնացված է։ Այնուհետև մենք ստանալով ձեր կողմից ստացված ծանոթումը, ձեր կողմից ուղարկված ծանոթումը, ուսումնասիրում է հանձնաժողովը եւ արդեն եթե օրինակ հյուրանոցը կամ հյուրատունը արդեն օրենքից բխող չափանիշներից ելնելով մենք ուղարկում ենք հավաստագիր։ Էլի շատ լսել եմ ոլորտի կողմից, որ ասում են դուք սկսում եք լիցենզավորումը գործունեության, եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ զբոսաշրջության կոմիտեն չունի որևէ գործունեություն լիցենզավորելու իրավասություն։ Մենք տալիս ենք ուղղակի հավաստագիր կամ տեղեկացնում ենք, որ դուք համապատասխանում եք տվյալ գործունեության չափանիշներին։ Ծանոթում, այսինքն դա լիցենզավորում չէ, սակայն ծանոթում դրան կարող ենք ասել, թե ամեն դեպքում սա ծանոթում էլ չէ։ Չէ, ծանոթում է, որովհետև ինքը սահմանված է ծանոթման մասին օրենքով եւ ասեմ ավելին այն գործունեություն ծավալողները ոլորտում, որոնք չծանոթ են մեզ ծանոթման մասին օրենքով կհամարվի նրանց գործունեությունը ապօրինի։ Հասկացա։ Մի հարց այստեղ առաջացավ, այսպես կա տնտեսական գործունեության դասակարգիչը, այսինքն
այդ տեսակները այդպես են բաշխվում եւ պետք համակարգում կա, մենք տեսնում ենք այնտեղ ով ինչ դասակարգչով է աշխատում, բայց մեր մոտ բոլորս գիտենք տարիներ շարունակ ձևավորված ինչ խնդիրներ կա։ Շատերը գործունեությունը սկսել են այլ դասակարգչով, հետո փոխել են գործունեությունը մեկ այլ տեսակի եւ դա դարձել է անվերահսկելի շղթա, ըստ էության օրենքն էլ չի արգելում դա, կարելի է ստեղծել որևէ ընկերություն մեկ դասակարգչով, հետո անցնել մեկ այլ գործունեության։ Այս խնդիրը ինչպես է լուծվելու։ Այ օրինակ շատ մարդիկ կան, որ բացվել են այլ կերպ, օրինակ բեռնափոխադրումներ, բայց հիմա աշխատում են туриզմի ոլորտում, փաստացի համակարգում իրենք ներգրաված չեն լինելու։ Խոշոր հաշվով զբոսաշրջության կոմիտեն ունի այլ գերատեսչությունների ոլորտ մտնելու ցանկություն եւ ունակություն, ինչպես նաեւ իրավասություն։ Օրինակ, մենք չենք ստուգելու հարկ վճարողի հարկային պարտավորությունները նրանց անուցելուց։ Չէ, նկատի ունեմ, որ դասակարգիչ է, Հիմա կգամ դրան, մենք երբ որ ինքնաշխատ լրացվում է տվյալները, այնտեղ մենք տեսնում ենք ինքը ՍՊ է, թե ԱԾ է, տեսնում ենք գործունեության վայրի մասին տեղեկատվությունը եւ այլն, եւ հարկ վճարողը ինքը ներկայացնում է իր գործունեության տեսակը։ Արդյոք ԱՏԳ գործունեության համապատասխանություն եւ անհամապատասխանության հարց այս պահին կոմիտեի առաջ դրված չկա։ Այո, եթե դուք հյուրանոց եք, մենք ստուգում ենք այն չափանիշները, որ օրենքով սահմանված է հյուրանոցի նկատմամբ, այլ ոչ ձեր կանոնադրությամբ ընկերությունը բացելու ընթացքում նշած տեսակը, չնայած որ կանոնադրությունը նույնպես ծանոթման ենթակա փաստաթղթերի, այո, ցանկում։ Հենց դրան էլ հասանք, ինչ փաստաթղթեր, ինչ պահանջներ կան։ Էլի մինիմալ են, կանոնադրություն, պետրեգիստրի քաղվածք եւ եթե կա վարձակալության պայմանը կարծես թե դուրս է եկել եւ մնացածը էլեկտրոնային արդեն տվյալներ են ամբողջությամբ։ Եւ այս պարագայում այս գործիքակազմը ավելի շատ ուղղված է ոլորտին, ավելի շատ ուղղված է սպառողների իրավունքներին, ում համար է նախատեսված այս գործիքը։ Առաջին հերթին ուղղված է պետական հաշվառմանը։ Մենք գիտենք, որ մինչ այսօր զբոսաշրջությունը թվայնացված էր, կարելի ասել 0 աստիճան։ Այո, ցավոք։ Եթե ՊԵԿ-ը եւ այլ լիազոր մարմիններ ունեն իրենց սուբյեկտների վերաբերյալ ամբողջական սպառիչ տեղեկատվություն, մենք չունեինք զբոսաշրջության մասին սպառիչ տեղեկատվություն։ Առաջին հերթին սա շատ լավ հարթակ է հանդիսանալու ռեեստր պետական մարմնի զբոսաշրջության կոմիտեի համար հասկանալու քանի տնտեսվարող ունենք, քանի մահճակալ ունենք Հայաստանում, մահճակալների որ մասն է 5 աստղանի, որ մասը հյուրատուն է կամ զբոսավարները եւ գիդերը քանիսն են եւ ինչ Իսկն նաեւ մեր ռեսուրսն են գնահատելու, այսպես ասած։ Հաջորդը իրականում ուղղված է լինելու հենց զբոսաշրջության սուբյեկտներին, այսինքն բիզնեսը նույնպես ունենալու է հստակ պատկերացում թե Երևանում մարզերում ինչ ունենք եւ ինչ ծավալներ կարող ենք փակել, որովհետեւ շատ հաճախ օրինակ ինչ որ միջոցառում պլանավորելիս կամ մեծ ֆորում կամ համերգ թեկուս երբ բիզնեսը նախատեսում է մեզ հարցում են անում, օրինակ վերջերս ֆուտբոլի ֆեդերացիան հարցում էր արել, թե միաժամանակ քանի հյուր կարող ենք ընդունել, որտեվ միջազգային մեծ սպորտային իրադարձությունների համար էլ է այո առաջանում այդ հարցը։ Հիմա այս հարթակը կարծում եմ մյուս տարվանից արդեն ամբողջությամբ երբ բիզնեսը կծանուցի մեզ, կհանդիսանա այդպիսի մի ռեեստր, ճշգրիտ ռեեստր, որտեղ կարող ենք այս տեղեկատվությունը ստանալ։ Եվ երրորդը ինքը սովորական քաղաքացիներ եւ զբոսաշրջիկների համար գործիք կարող է լինել։ Հիմա այսինքն բաց եղանակով այդ տեղեկատվությունը հասանելի է լինելու բոլորին։ Այո, այն տեղեկատվությունը, որը տեղեկատվության պաշտպանության մասին օրենքով չի հակասում հրապարակային լինելուն, դա կլինի։ Դրանք կլինեն։ Այո, եւ նաեւ արդեն ասեցիք ռեյտինգավորման մասին, մենք նախատեսում ենք ստեղծել մի հրամանով, ինչպես օրինակ ավտոմեքենաների բալային համակարգն է, այդ նույն կայքում ներդնել ռեյտինգավորում, ինչպես օրինակ համաշխարհային բոլոր ամրագրման կայքերը ունեն, Booking-ը, Expedia-ն եւ այլն կամ TripAdvisor-ը դուք գիտեք, կարող եք ռեստորանը կամ հյուրանոցը ըստ
մեկնաբանությունների Սովորաբար այդպես էլ անում ենք։ Այո, նայում ենք եւ հենց այստեղ այդ հարցը որ առաջացավ ներողություն խնդրում ընդհատելու համար, այստեղ մենք որ քննարկում ենք գործընկերներով, ասում ենք ամեն դեպքում մենք ինքներս նույնիսկ ոլորտի մասնագետներ լինելով շատ հաճախ այսպես բացում ենք եւ առաջին բանը որ անում ենք դա TripAdvisor-ի, Booking-ի, մյուս համակարգերի ռեյտինգները նայելն է, այսինքն ինքներս օգտվում ենք միջազգային հարթակներից եւ սա մի տեսակ այնքան մոնոպոլ դաշտ է դարձել, այսպես ասեմ, որ թվում է թե այլ հարթակներ չեն էլ փնտրելու ինչ որ բալային գնահատականին հետևելու համար մարդիկ։ Սովորաբար արդեն այսպես տարիներ շարունակ մեր ուղեղը սովորել է թե որ համակարգերում ռեյտինգները նայենք հյուրանոցների, ծառայությունների, ռեստորանների եւ այլն։ Մենք սա անում ենք նորից, ասեմ, նույն բուրգաձև հերթականությամբ առաջին հերթին մեզ համար, որովհետեւ մենք բարբերաբար զբոսաշրջության կոմիտեում ստանում ենք բողոք նամակներ զբոսաշրջիկներից, որևէ հյուրանոցի անբարեխիղճ գնային քաղաքականության վերաբերյալ, ոչ բարեխիղճ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մաքրության վերաբերյալ եւ այսպես շարունակ։ Սա այս բողոքարկման համակարգը հնարավորություն է տալու մի փոքր զսպաշապիկ հանդիսանալ եւ պատշաճ ծառայություններ մատուցելու, այո։ Եվ նաեւ երկրորդ չափանիշը, որով հնարավոր է լինելու բալերը պակասեցնել, դա պետական վարչական ակտով հաստատված դուժերն ու տուգանքներն են։ Այո, Եվ որքան են, մոտավորապես ինչ սահմաններում է այդ դուժերը, ասենք, եթե մեկը իր հրապարակած տվյալները խախտում է եւ այլ գործունեություն է ծավալում կամ պատշաճ գործունեություն չի ծավալում եւ բողոք կա։ 2 բալի սահմաններում են լինելու բողոք։ Դրամային դուժեր կան, թե միայն բալային դուժեր են։ Դա բացառապես բալային դուժեր են, բայց այն տնտեսվարողները, որոնց մոտ օրինակ կհասնի 10-ի, 20-ից կհասնի 10-ի տարվա ընթացքում կստանան տեղեկատվական ծանուցում, այսպես շարունակելու պարագայում ձեր գործունեությունը կդադարեցվի եւ կկասեցվի ներողություն եւ 5 բալից ներքև արդեն երբ որ իջնում բալերը ծանուցենք, որ եթե չվերացնեք կամ չշտկվեք, ձեր գործունեությունը կդադարեցվի։ Սա գործիքներ են, որոնք կարծում եմ հենց մեր հայրենակիցները սկսել են շատ ակտիվ օգտագործել, որովհետև այո, շատ հաճախ արտաքինից պատշաճ եւ գեղեցիկ երևացող հյուրատունը կամ հյուրանոցը միգուցե ծառայությունների մատուցմամբ թերանում է եւ հիմա սա կդառնա հանրային տեղեկատվություն տվյալ անձի վերաբերյալ, ինչպես օրինակ արդեն նշեցինք բոլոր միջազգային հեղինակավոր ամրագրման կայքերի Բայց այստեղ մի օրինակ ձեզ բերեմ, ուրեմն որ պատահել է հենց ինձ հետ, այսպես Booking համակարգից մենք ամրագրել ենք մի հյուրանոց եւ հետո հանկարծ հասկացանք, որ հյուրանոցի նկարները կտրուկ փոխվեցին։ Այսինքն մենք ամրագրել ենք մեկ հյուրանոց Իտալիայում, մեկ էլ տեսանք, որ հանկարծ բոլորովին այլ պատկեր ենք տեսնում եւ այսպես շփոթված անչափես սկսեցինք զանգահարել հյուրատանը պատասխանող չկար, այդպես էլ կոնտակտի դուրս չեկանք, որից հետո որոշեցինք դիմել Իտալիայի մարմիններին, դիմեցինք Իտալիայի լիազոր մարմիններին, իրենք ասացին, որ այդ գործընթացը, այդ մարդկանց գտնելը, հետո ինչ որ բարձաբանումներ անելը, տուժերի տուգանքների ենթարկելը շատ երկար process կտևի, ավելի կարճ ճանապարհը դուք դիմեք Booking-ին, Booking-ը արագ հարցը կլուծի։ Եվ իսկապես մենք դիմեցինք Booking-ի management team-ին, որ անչափվեց կապվեց հյուրատան հետ, բաժիչ միջոցներ կիրառեց, այսինքն գնաց նրան, որ չթույլատրի այլևս տեղադրել հայտարարություններ իր էջում եւ ստացվեց, որ այս դեպքում շատ արագ լծակ կիրառեց։ Այս դեպքերում բոլորս գիտենք, որ բոլոր ամբողջ աշխարհում պետական համակարգերը երկար process են իրենցից ներկայացնում, ռեսուրսները քիչ են, վերահսկողությունը երկար ժամանակ է տևում։ Այս խնդրից մտավախություն չկա, որ նման իրավիճակներ կլինեն, երբ դանդաղ է լուծվում հարցը ավելի, քան կլուծեն տեղում տնտեսվարողները միասին։ Վստահաբար պետությունը բոլոր երկրներում ամենադանդաղ աշխատող մարմինն է։ Այո, իսկ բիզնեսը, որը ունի շահույթ, ակնկալում է, որ իր շահույթը ստանալու է շատ արագ եւ խնդիրները լուծում է շատ արագ, բայց
երբեմն օրինակ սովորական հաճախորդի հետ հարաբերություններում այդ հաճախորդը չունի ուրիշ տարբերակ, քան դիմի պետական մարմնին, որպեսզի անարդարությունը վերացնի կամ դա այն դեպքում է, երբ ինքը չի ամրագրել որևէ կայքից, այլ անմիջականորեն տեղում օրինակ համարը գնել է համարը, ցավոք սրտի ոչ բոլոր դեպքերում են ստորագրում պայմանագիր, ասեմ ավելին, երբեմն անգամ կանխիկ վճարելու դեպքում չեն վերցնում ՀԴՄ կտրոնը, որը պարտավոր են վերցնել, որպեսզի հետո կարողանանք որևէ ընթացք տալ։ Այս դեպքերում համենայն դեպս Հայաստանում այսպես ասած պետական լիազոր մարմինը զբոսաշրջության կոմիտեն է եւ մենք ենք զբաղվում այս գործունեությամբ նամակագրության միջոցով կապվում ենք հյուրանոցի հետ, անդադ կապի մեջ ենք գտվել հաճախորդի հետ, հենց հիմա այսպեսի մի դեպք ունենք նոր տարվա ընթացքում մեր հյուրերը, որոնք այցելել էին նոր տարուն Հայաստան, մեզ բողոքի են ներկայացրել լրիվ այլ կերպ ներկայացնելով իրավիճակը, հետո հյուրանոցի սեփականատերը պարզաբանում տվեց, որ իրականում դեպքը այլ է։ Անտեղի բողոքներ միանշանակ շատ են լինելու։ Այս հարցը ոնց է լուծվելու, հետաքրքիր է։ Լուծվելու է երկու կողմերի համաձայնությամբ, այո, որովհետև եթե հյուրանոցում ապրող մարդը ասում է, որ իր վճարած գումարին համապատասխան ծառայություն չի ստացել եւ փորձել է գումարը հետ ստանալ եւ հետո պարզվում է, որ ինքը վճարել է 5 օրերի համար եւ երրորդ օրը որոշել է դուրս գալ համարից, այն դեպքում, երբ մենք բոլորս գիտենք, որ 3 օր առաջ է պետք տեղեկացնել եւ գումարը հետ ուզել ցանկացած ամրագրման կայքից, այս դեպքում, երբ հյուրանոցի սեփականատերը կամ տնօրենը չի վերադարձնում գումարը, դա բխում է իրենց հանրային հրապարակած պայմանագրի ձևից եւ դու որպես հաճախորդ պարտավոր ես առնվազն ծանոթ լինել, թե ինչ պայմանների ես դիմում։ Այս նմանատիպ դեպքերի համար այո կլինի հանձնաժողով, նաեւ որը այս դեպքերով կզբաղվի կոմիտեում եւ կարծում եմ անաչառության սահմաններում կփորձենք ծառայությունների որակը լավացնել։ Վերադառնալով կրկին նախորդ հարցից, քանի տեսակի գործունեություն պետք է ծանուցվի եւ ինչ պետական տուրքեր են նախատեսված այս ծանուցումների համար։ Բոլոր զբոսաշրջային սուբյեկտները պետք է ծանուցվեն։ Հյուրանոցները, հյուրատները, անգամ ավտոբուսները, տուրիստական գործակալությունները, տուրօպերատորները, գիդերը եւ ուղեկցորդները բոլորը կծանուցեն, ճիշտ է այսպես է, եւ ըստ գործունեության տեսակի պետական տուրք կսահմանվի տվյալ գործունեության համար, որը ուղղված է լինելու նաեւ հենց այս իմ նշած արդեն ծառայությունների որակի բարելավման գործընթացներին։ Իսկ արդյոք վարչական տույժեր նշանակվելու են այն տնտեսվարողների համար, ովքեր պատշաճ չեն կատարել ծանուցումը։ Չէ, մենք չենք կարող, զբոսաշրջության կոմիտեն ֆիսկալ մարմին չէ, որպեսզի տուգանքներ կիրառի։ Վարչական օրենսգրքով փոփոխություններ դեռ չկան։ Չէ, չկան, բայց մենք հղում ենք նորից տալու ծանուցման մասին օրենքին, որը հստակ ասում է, եթե գործունեության տեսակը ենթակա է ծանուցման, չծանուցելու դեպքում գործունեությունը համարվում է ապօրինի։ Իսկ տեղեկանալով օրինակի համար տուրօպերատորի մասին, որը չի ծանուցել սահմանված ժամկետում, մենք կարող ենք տեղեկատվություն ուղղակի ՊԵԿ ուղարկել։ Մենք հարկային մարմին։ Այո, այն մարմինը, որը ունի վարչական ռեսուրս կիրառելու հնարավորություն, մենք չունենք։ Շատ լավ, ես ուզում եի նաև խոսենք ակնկալիքների մասին, ի վերջո ինչ ժամկետներում մենք արդյունք կտեսնենք եւ որը կլինի այդ արդյունքը։ Մենք բոլորս հայերը շատ պահպանողական ժողովուրդ ենք եւ չենք սիրում արագ փոփոխություններ, ասեմ ավելին մենք չենք էլ սիրում արագ շարժվել։ Օրենքը ուժի մեջ կմտնի, օրենք չէ կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից եւ մենք ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ստանալ բոլոր ծանուցումները ոլորտի գործունեություն իրականացնող սուբյեկտներից եւ իմիջիալոց նամակ ենք գրել տեսչական մարմնին, որ վերահսկելու է գործունեությունը առաջին ամիսների ընթացքում չսկսել ստուգումները, որովհետև հասկանում ենք, որ
process-ը կարող է փոքրիչ դանդաղ գնալ, կոմիտեն էլ շատ փոքր թիմ ունի, որը պետք է հասցնի այդ բոլոր ստացած դիմումները ուսումնասիրել եւ հավաստագրել ու ուղարկել էլեկտրոնային եղանակով, այսպես, բայց միշտ ես հիշում եմ 2000-ականներին, երբ առաջին անգամ ներդրվեց ԱՊԱ համակարգը, ինչքան մեծ ընդդիմություն կար այդ համակարգի նկատմամբ։ Բոլոր փոփոխությունների ռեֆորմների նկատմամբ միշտ ընդդիմություն լինում է եւ կարծում դա էլ հենց նորմալ է։ Բայց հիմա քննարկումը մեր ազգային բնավորությունն է, այսպես որ բոլորը ժամանակավորապես դառնում են այդ ոլորտի մասնագետ։ Եվ հիմա օրինակ նույն բուրըն քննադատության կամ քննարկման կամ հակառակը գովաբանության առարկա է դարձել առողջապահության համապարփակ ապահովագրությունը, մարդիկ հատկապես ծերերը, թոշակառուները, որոնք սկսեցին անվճար օգտվել պետական ապահովագրություն, շատ գոհ են, իսկ երիտասարդները, որոնք իրենց համար սկսեցին վճարել 15000 դրամների համար, դժգոհում են, բայց ոչ Աստված մի արածցե, երբ գալիս է այդ ապահովագրությունից օգտվելու պահը, մենք բոլորս իհարկե շնորհակալ ենք լինում։ Չնայած հենց այսօր մեր թեման դա չէր, բայց ես նաև կուզեի այստեղ այս հարցը տալ, վերջերս Վրաստանը գնաց նրան, որ ապահովագրական համակարգ ներդրեց, այսինքն պահանջեց ճանապարհորդական ապահովագրություն բոլոր այն տուրիստների համար, զբոսաշրջիկների համար, ովքեր մուտք կգործեն իրենց երկիր։ Այսպես սա լավ էր նրանով, որ եթե տվյալ զբոսաշրջիկին իրենց երկրում որևէ դեպք է պատահում, ծախսերը չի հոգում տեղի հարկատուն, չի հոգում պետությունը, այլ հոգում է հենց ինքը զբոսաշրջիկի ապահովագրությունն է հոգում, այս առումով պետության վրա քիչ ծախսեր են մնում։ Ինչ կարծիք ունեք այս համակարգի մասին։ Կարծում եմ, որ հայելային պետք է մենք ներդնենք նույնը Հայաստանում, որովհետև այո, շատ ճիշտ է ընդգծում եւ նշում, հայաստանցի հարկ վճարողը չպետք է վճարի օտարերկրյա զբոսաշրջիկի առողջական խնդիրները լուծելու համար, դա պետք է անի իր պետությունը կամ իր ապահովագրող ընկերությունը։ Եվ նաև նույնը, չնայած այս պահին միայն կամավորության սկզբունքով է, բայց կարծում եմ համակարգման խնդիր ունի դեպի արտերկիր մեկնող այն զբոսաշրջիկները, որոնց համար ապահովագրությունը պարտադիր պահանջ չէ։ Օրինակ, եվրոպական երկրներ մեկնելիս դու պետք է ունենաս պարտադիր պահանջ։ Իսկ օրինակ Եգիպտոս մեկնելիս պարտադիր չէ։ Եվ մենք ունենում ենք բազմաթիվ դեպքեր, թեթև տաքություն կամ թոքաբորբից մինչև ոտքը կոտրել եւ Աստված մի արած է այլ ավելի վատ դեպքեր, որի համար ցավոք սրտի երբեմն նաև պետությունն է վճարում, որպեսզի այդ մարդուն կարողանա տեղ հասցնի Հայաստան եւ այլն։ Ես կարծում եմ այս ոլորտում էլ կարեւոր է, որպեսզի լինի համակարգված եւ մարդը կարծում եմ պետք է հարգի ոչ միայն իր առաջին իր պետությունը, հետո նաև իր անձը, այսպես ասած։ Այո, նաև հանգստի իրավունքը։ Շատ լավ, նորից վերադառնանք մեր թեմային, ես կուզեի օտարերկրյա փորձը դիտարկենք այստեղ, մինչև մեր հանդիպումը ես փորձեցի հասկանամ ովքեր են ներդրել ծանուցման համակարգ, ովքեր են հրաժարվել այդ համակարգից, որտեղ կային դեպքեր, որ ներդրել են, կային դեպքեր, որ շատ թեթև ընթացակարգով, այնպեսին ինչպեսին Հայաստանում է ընթացակարգը, ըստ էության բարդ չէ, շատ բյուրոկրատիա չկա, որովհետև շատ փաստաթղթեր ներբեռնելու կարիք չի լինելու։ Օրինակ Էստոնիայի փորձը այդպես է, իրենք ներդրել են, բայց թեթև ընթացակարգով կան երկրներ բավականին բարդ ընթացակարգով են։ Միացյալ Նահանգներում օրինակ Կալիֆոռնիա նահանգում նույնիսկ ծանուցումը արդարադատության մարմնին է եւ նաեւ բանկը պետք է այսպես trust account այդ երաշխիք հասկացությունը տա, որպեսզի այդ գումարները, որ վճարվում են այդ ընկերությանը, ի վերջո այսպես իրավապահ մարմնի հսկողության տակ լինեն եւ այդ մարդն էլ միայն մեկ նպատակով իրավունք ունենա տնտեսվարողը օգտագործել այդ գումարները։ Բայց ամեն դեպքում նաեւ բյուրոկրատիան շատ հաճախ բերում է նրան, որ շատ ընկերություններ պարզապես սկսում են դադարեցնել գործունեությունը եւ դաշտը կամաց-կամաց այսպես լճանում է։ Այդ մտավախությունը չկա, որ ի վերջո մի քիչ այսպես շատ փաստաթղթաշրջանառությունը, շատ պահանջները կբերեն նրան, որ մարդիկ պարզապես կխուսափեն տվյալ ոլորտում գործունեություն սկսելուց։ Այս հարցը երբ դուք տվեցիք, ես հիշեցի Ֆինկոմինիստը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ եւ մյուս գերատեսչություններից նախարարի տեղակալներ էին ներկա եւ հենց նույն բանը ասեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ասեց խնդրում եմ տնտեսվարողների կյանքը չբարդացնեք,
եւ հնարավորինս բոլոր ավելորդ մի թուղթը հանվել է ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկից Չէ, այստեղ պետք է արդարացի լինենք եւ ասենք, որ իսկապես թեթև ընթացակարգ է նախատեսված, ինչպես հասկացա, դեռ չենք ցանցել, բայց այդպես հասկացա ձեր խոսքից։ Անկամ մենք հանեցինք տուրօպերատորների համար գրասենյակ ունենալու պահանջը։ Այո, որտեղ 21-րդ դարում ըստ էության շատերը նույնիսկ booking-ը ամբողջ աշխարհում մեկ գրասենյակ ունի եւ շատ հանգիստ աշխատում է։ Հենց այդ տրամաբանության մեջ, որ Google-ի պես կամ Yahoo-ի պես գիգանտները փակում են իրենց գրասենյակները եւ թվայնացնում են ամբողջ ոլորտը, մենք ստիպում ենք մեր տնտեսվարողը գրասենյակ ունենա, ոչ մենք ակնկալում ենք, որ տնտեսվարողը կունենա կայք, կունենա հրապարակային պայմանագրի ձև եւ կունենա վճարահաշվարկային համակարգ, որով կկարողանան փոխանցումները պատշաճ կատարել։ Բերված է հնարավորինս պարզեցման, սակայն չենք բացառում որ ժամանակի հետ օրինակ ինչ որ խնդիրներ առաջանան եւ տնտեսվարողները ազնվորեն եւ արդարացիորեն բարձրաձայնեն դրա մասին եւ մենք ընդունենք եւ փոփոխենք կարծում եմ պետական ծառայության եւ պետական ծառայողի հիմնական գաղափարը հենց դա պետք է լինի որպեսզի ականջալուր լինի տնտեսվարողին եւ պետական համակարգը լինի ճկուն որպեսզի մարդիկ կարողանան արագ աշխատելու դեպքում կարող են շատ հարկեր գեներացնել եւ դա է հենց պետության հիմնական գործառույթը որպեսզի պետական համակարգը հարմար լինի բիզնեսին, առնվազն գոնե չխանգարի։ Եվ այստեղ մի հատ էլ հարց բարձրացնեմ, այսպես առաջացավ մի հարց, այ on-line համակարգեր։ Բոլորս գիտենք եւս մի քանի տարի եւ առհասարակ այսպես ոչ on-line, ոչ առցանց product-ը դուրս է գալու շուկայից կարելի ասել, որտեղ բոլորը թվայնացվելու են, արդեն ամբողջ աշխարհը գնում է դրան եւ դրանից խուսափել պարզապես հնարավոր չէ։ Կանխիկի մյուս կողմից այսպես կանխիկի կրճատումը բերելու է նրան կանխիկի օգտագործման, որ մենք գնալու ենք ընդհանուր առմամբ թվայնացված, այսպես user friendly, ինչպես ասում են, շատ հարմար օգտագործվող, կիրառվող համակարգերի։ Այստեղ booking-ը, մյուս ընկերությունները, առցանց տարբեր ընկերություններ կան, on-line տուրիստական ընկերություններ կան, որ product-ը փաստորեն Հայաստանում վաճառելու են։ Մեր հարևան Վրաստանից ես հաճախ տեսնում եմ ինձ մոտ գովազդներ է բերում, որ on-line վաճառում են իրենց product-ը, Թուրքիայից են on-line վաճառում իրենց product-ը, եւ այս պարագայում ստացվում է, որ այս փուլը իրենք չեն անցնելու։ Մեր երկրում չեն կարողանա on-line առցանց տուրիստական ընկերությունները գործունեության ծանուցում տալ։ Իրենք չեն ծանուցի իրենց գործողությունը մի կողմից, մյուս կողմից դե գիտենք, որ այսպես իրենց համար դա համարվում է արտահանում, որտեղ այլ շուկայի վրա են վաճառում իրենց product-ը եւ հարկերել չեն տալիս, այսինքն չեն հարկվում իրենց երկրում, ստացվում է իրենց product-ը զգալիորեն ավելի թեթև ընթացակարգ է ունենալու իրենց գործունեությունը եւ ավելի էժան է ստացվելու, ավելի քիչ հարկեր են վճարելու իրենք։ Այս պարագայում արդյոք մտավախություն չկա, որ կամաց մեր երկրում սա կսկսի պակասել այս գործունեության ձևը, իսկ դրսինը դրա փոխարեն ավելի շատ կվաճառի մեզ մոտ։ Մենք այդ հարցը հենց մեր ուշադրության կենտրոնում եւ քննարկել ենք։ Մեր խնդիրն է պաշտպանել մեր տնտեսվարողի շահերը։ Այո, հնարավոր է եւ զբոսաշրջիկին չեն կարող արգելել ցանկացած կայքից գնել ինչ որ տուր product բայց օրինակ ավտոբուսների պարագայում եւ այլն տրանսպորտային միջոցների մասով եթե ավտոբուսը չունի զբոսաշրջության կոմիտեի տրված հավաստագիրը ինքը չի կարողանալու գործունեություն իրականացնի Հայաստանի Հանրապետությունում Եթե դա ցամաքային սահմանողները, այո, այդ դեպքում եթե ինքը չի մտնում հայկական դաշտ եւ չի ծանուցվում մեր կողմից, չի ծանուցվում իր գործունեության մասին, ինքը ուղղակի սահմանի վրա ուղևորների զբոսաշրջիկներին կտեղափոխի հայկական ավտոբուս կամ հայկական գիդի ծառայությունից կսկսեն օգտվել, հետո նորից կվերադարձնեն սահման, այնտեղից կշարունակեն նորից իրենց ավտոբուսով մենք պետք է պաշտպանենք, շատ ճիշտ եք նշում։ Փոխադարձության վախը չկա, որ նույն կարգնել իրենք կներդնեն այնտեղ, թե կա, որովհետև իրենց մոտ արդեն կա դա։ Արդեն կա, Եթե չեմ սխալվում, իսկ ես կարծում եմ չեմ սխալվում, Թուրքիայում հենց այդ սկզբունքն է գործում, որ ավտոբուսը եւ գիդը
Տեղում փոխում են, այո, եւ իրենց մեքենայով, իրենց ավտոբուսով, այո, շարունակում։ Սա շատ ընդունված միջազգային պրակտիկա է։ Ամեն երկիր փորձում է պաշտպանել իր բիզնեսը։ Իհարկե։ Եվ չունենալ ոչ միայն այստեղ նաև բիզնեսի շահերն են, այլ նաև անվտանգային խնդիր ունենք, որովհետև մենք չգիտենք օտարերկրացի գիդը ինչ է պատմում իր զբոսաշրջիկներին Հայաստանի մասին։ Սկսելով Բայց մենք մեր գիդերի մասին էլ չգիտենք, երբեմն ես մեր գիդերն էլ հայերեն այսպես նկատում եմ, պատմում են եւ զգում եմ, որ այնքան էլ ճիշտ պատմություն կարծես թե չեն պատմում։ Այս շատ ցավալի հարց, գիդերի որակավորումը լինելու է եռափուլ։ Առաջին փուլով հավաստագրեր կստանան այն գիդերը, որոնք նախկինում ունեն կրթություն կամ փորձ եւ զբոսաշրջության մասին 2016 թվականի օրենքով, եթե չեմ սխալվում, օրենքի տարեթիվը լիցենզավորվել են։ Այն ժամանակ լիցենզիա եղել եւ իրենք ստացել են։ Այսպես ասած փորձառու գիդերը առաջին փուլի ընթացքում կստանան հավաստագրեր։ Երկրորդ փուլի ընթացքում հավաստագրեր կստանան այն գիդերը, որոնք չեն լիցենզավորվել, բայց արագացված ընթացակարգով կմասնակցեն թեստավորմանը եւ կստանան հավաստագիրը եւ երրորդ փուլի համար արդեն այն գիդերի համար եւ ուղեկցորդների, որոնք ուզում են, այսպես ասած, նոր մասնագիտություն է սա իրենց համար, հնարավորություն կընձեռվի ստանալ 6 ամսյա կրթական ծրագրով վերապատրաստում, որից հետո նորից քննություն եւ որից հետո նոր հավաստագրում։ Իմիջիալոց այս ընթացակարգը շատ մանրամասնորեն քննարկվել է տուրիստ գիդերի գիլդիայի ասոցիացիայի եւ գիլդիայի հետ ամենօրյա սկզբունքով մեր քաղաքականության մշակման վարչության աշխատակիցները աշխատում են իրենց հետ, ինչպես նաեւ կրթական օջախների հետ, ինչպես Երևանի պետական համալսարանը քննարկել ենք աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի հետ, որը պատրաստ է ստանձնել սերվիզի բաժինը հենց այդ կրթական հարթակը դառնալու պատրաստակամությունը եւ իրենք իրականացնեն գիդերի վերապատրաստումը միջև հավաստագրումը։ Առնվազն հավաստագրված գիդը պետք է որ չլինի թերի տեղեկատվություն հասցնող մարդը, չպետք է խոսի ոչ իրավաչափ եւ ոչ հավաստի տեղեկատվության մասին, պետք է համենայն դեպս Հայաստանը չներկայացնի այնպես ինչպես ինքն է երազում կամ ինչպես ինքն է պատկերացնում։ Միակ խնդիրը այստեղ ազնվորեն ասեմ եւ կարծում եմ մեզ դիտող կամ լսող մարդիկ նույնպես կկիսեն, դա թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի եւ գիդ եւ միաժամանակ ուղեկցող եւ ինչ ասեք այդ անվանտակ կարելի, որտեվ կանոնակարգման տակ չենք կարողանում դեռ մտցնենք, ինքը ավտոբուս չի, զբոսաշրջային ավտոբուս չի, ինքը տրանսպորտի մասին օրենքով թեթև մարդատար ավտոմեքենա է, այո, եւ այդ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը դա վարորդ է եւ ինքը այս պայդրությամբ պարտավոր չի լինելու գիդ եւ ստանա հավաստագիր եւ իրենց հետ էլ հստակության հնարավոր չի սահմանափակել։ Իրենց հետ հանդիպում եմ իմիջիալոց ունեցել, երբ Հանրապետության հրապարակի մի հատվածը նախկին ԱԳՆ-ի շենքի դիմացի հատվածը փակեցինք եւ թույլ չենք տալիս այդտեղ կանգնեն, այդ մեքենաները դժգոհության ալիք էր բարձրացել, հանդիպել ենք իրենց հետ եւ ավականու որոշմամբ իմիջիալոց հստակ կա սահմանված փողոց, Սաքյան փողոցը, որտեղ կարող են կանգնել եւ նաեւ Մատենադարանին հարող հրապարակի հատվածում, որտեղ կահավորված են նշաններով, որտեղ կարող են կայանալ զբոսաշրջային ավտոբուսները եւ իրենց դժգոհությունն են արտահայտում, ասելով, որ դա իրենց աշխատանքի միջոցն է, բայց մենք էլ մեր դժգոհությունն ենք առաջացնում, որովհետև եթե անգամ 2-5-ը պատշաճ եւ բարձրորակ ծառայություններ են մատուցում, այնուամենայնիվ սոցցանցերը լիքն են պատմություններով, այո, թե հայ տաքսիստը ուր է տարել եւ ինչեր է պատմել։ Բայց մյուս կողմից ես այստեղ մեկ նկատառում էլ ունեմ, օդային ճանապարհով էլ երբեմն ցամաքային ճանապարհով էլ այդպես անհատական փոքր տուրերի ընթացքում կան օտարերկրացի
օտարերկրացի գիդեր եւ վարորդներ, որ բերում են, այսպես պատտասնում են նույն վրացիները, նույն ռուսները, Ռուսաստանից են հաճախ գալիս իրենց գիդի հետ եւ գալիս են եւ կարծում սա դժվար վերահսկելի է, որովհետեւ երբ մարդը ասենք եկեղեցու բակում պատմում է եկեղեցու պատմությունը օտար լեզվով, մի տեսակ չեմ կարող պատկերացնել ինչպես կարող է օրինակ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ բարեկային ծառայությունը վերահսկել արդյոք նա դրա իրավունքը ունի թե ոչ։ Այս պարագայում այսպես օտարերկրացի անհատական տուրեր բերող գիդերի եւ վարորդների համար ինչ որ կարգ կա նախատեսված, թե դա վերահսկելի չէ։ Դա տեսչական մարմնի գործառույթն է իրականում, հետևել օրենքի պահանջի կատարմանը։ Մի շատ կարևոր գործոն կա, դա տուգանքն է։ Այո, երբ մեկ անգամ, երկու անգամ մարդը իր գործունեության համար, որը չպիտի ինքը իրականացնի, տուգանվում է, երրորդ անգամ խորապես մտածում է, արդյոք դա արժի անել, թե չարժի անել։ Եվ գնալով զբոսաշրջության թվերը տարեստարի աճում են Հայաստանում, եւ մենք գնալով ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք մատուցվող ծառայությունների որակին։ Եթե մինչ այս, չգիտեմ, 1 միլիոն զբոսաշրջիկ տարվա ընթացքում 1.5 միլիոն այնքան էլ լուրջ չենք վերաբերվել, բայց երբ որ հասնում ենք 2.5 միլիոն կամ 3 միլիոն արդեն թվերին, մենք պահանջ պետք է դնենք, մենք մեր առջև առաջին հերթին լինել գրավիչ եւ անվտանգ զբոսաշրջիկի համար, որովհետեւ մեր նպատակն է ոչ թե միայն այսօր արագ ներգրավել Հայաստան բերել զբոսաշրջիկին, ոչ, այլ թողնել լավ տպավորություն։ Այո, անել այնպես, որ նա ուզենա վերադառնա, անել այնպես, որ նա ուզենա երկար մնա։ Սա է պետության կողմից ծախսվող, զբոսաշրջիկի վրա ծախսվող գումարների, այո, ռեսուրսի արդյունավետությունը։ Եթե մենք անում ենք աշխատանք, ինչի արդյունքում պետք է զբոսաշրջիկը գնա եւ վատ արտահայտվի եւ չուզենա վերադառնա, ուրեմն մենք մի բան սխալ ենք անում։ Բայց կարծես թե մենք այդ խնդիրը մեր մոտ այսպես գոնե շատ քիչ մակարդակի վրա է, այդպես համակարգային նման խնդիր չկա։ Սովորաբար զբոսաշրջիկները Հայաստանից լավ տպավորություններով են գնում, շատերը կրկին ասում են, որ երկրորդ անգամ կվերադառնան։ Այս առումով Հայաստանն էլ հայ ժողովրդին էլ զբոսաշրջիկները սովորաբար սիրում են։ Իհարկե այսպես չափազանցությունների մեջ ընկնել էլ չի կարելի։ Երբեմն հյուրասիրությունը եւ հյուրընկալությունը դա այն ոսկե կանոնն է, որով մենք կարողանում ենք ի վերջո զարմացնել եւ սիրահարացնել մեր երկրին զբոսաշրջիկներին։ Շատ հաճախ անգամ ես միտք եմ լսել, որ ասում են չենք կարող բացատրել հենց ինչի համար, բայց շատ ենք սիրել եւ անպայման կվերադառնանք, կամ երկրորդ անգամ գալիս են, ասում են նախորդ անգամ շատ ենք սիրել եւ ելի վերադարձել ենք։ Կարծում եմ դա մեր հենց մարդիկ են։ Մեր գրավիչ կողմը հայ մարդն է, այո, հայ մարդն է, որը վերջերս Տիգրան Ջրբաշյանը ինձ մի տեսանյութ էր ուղարկել, որտեղ իտալացի զույգը ավտոմեքենայով ճանապարհին էր մնացել եւ ուժեղ անձրևի պատճառով մեքենան փչացել է Տաթևի ճանապարհին Սյունիքում եւ ուղղակի բեռնատարի վարորդը իրենց անգամ ոչ մի բառ անգլերեն կամ իտալերեն խոսել չիմանալով տարել էր իրենց տուն, պահել էր իր կինը եւ ինքը եւ իր կինը քնել էին հատակին, հյուրերին տեղավորել էին իրենց ննջարանում, կերակրել էին, հաջորդ օրը մեքենան էր սարքել եւ այլ, եւ այդ ամենի համար վիրավորվել էր եւ իրեն գումար էին առաջարկել։ Հետաքրքիր է, որտեղ ամենազարգացած երկրներում նույնիսկ ես չեմ նշի որևէ երկիր, բայց ես շատ հաճախ նույնիսկ օրը ցերեկով տաքսի նստելուց միայնակ տաքսի նստելուց եմ վախեցել, բայց փաստացի մարդիկ վախ չունեն, որ որևէ մեկի տանը գիշեր են։ Հա, շատ տարօրինակ էր իրենց համար այդ մարդկանց այսչափ բարությունը, բայց իսկապես դա այդպես է։ Մեր համար հյուրը դա պատմականորեն դարերից եկած ինչ որ Աստծո կողմից ուղարկված մարդ է, որին մենք ընդունում ենք, չենք վախենում, եւ հյուրն էլ երբեք չի վախենում մեր բաց դռներից։
Լավ, ես կուզեի նաև ռազմավարությունից խոսենք զբոսաշրջային, անցյալ օրը մեր հաղորդաշարի շրջանակներում մենք հյուրընկալել էինք Զարմինե Զեյթունցյանին, բավականին երկար միասին նաև կրթական համակարգ քննարկեցինք զբոսաշրջության թվայնացումը, մեր ակնկալիքները բուհերից, թե ինչպես ենք պատկերացնում, որ բուհերը ինչպես պետք է թվայնացնեն զբոսաշրջային պրոդուկտը եւ խոսք գնաց այն մասին, որ ռազմավարությամբ դա նախատեսված է։ Այսպես ամփոփ այն կարևոր գաղափարները, որ ռազմավարությամբ նախատեսված է եւ ժամկետները, որոնցում արդյունքները տեսանելի կլինեն։ Շատ ուրախ եմ լսել Տիկին Զեյթունցյանի անունը, քանի որ ռազմավարության մշակման անցած ամբողջ 1 տարվա ընթացքում նա եւ ոլորտի մի շարք փորձագետներ ներգրաված են եղել աշխատանքների մեջ եւ մենք շատ բարձր ենք գնահատում այդ մարդկանց աշխատանքը, որոնք անշահախնդրորեն մեզ աջակցել են իրենց գիտելիքներով, իրենց կարծիքներն այդ ուղարկել մեզ նշված փաստաթղթի վերաբերյալ։ Սա ուրախությամբ ուզում եմ նշել, որ սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ռազմավարական փաստաթուղթն է ոլորտի, որը հստակ ամրագրել է եւ չափելիություն է դրել, որովհետեւ գործողությունների պլան կա, բացի ռազմավարությունը կա նաեւ գործողությունների պլան, որը հստակ ժամկետներում, հստակ գումարներով արվող գործողությունների մասին է։ Եվ մենք այսօր արդեն ամենօրյա ռեժիմով կառավարություն ենք ուղարկում պահանջներ, որ բխում է ռազմավարությունից, օրինակ այս տարվա համար այսքան մարքեթինգային գումար կամ այսքան հյուրեր ընդունել կամ իրականացնել համերգ եւ այլն։ Այդ պարտավորությունը մեր վրա դրել է ռազմավարությունը։ Եվ ինչը որ շատ կարեւոր է եւ ոչ միայն զբոսաշրջության ոլորտի համար, ցանկացած ոլորտ պետք է իմանա ինքը ուր է գնում, անկախ անձերի նշանակությունից։ Երբ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն է եւ ունի կարծիք, որ օրինակ մեր երկրի ապագան գինու туриզմն է կամ չգիտեմ կրոնական туриզմն է եւ վաղը Տիկին Աղաբալյանն է դառնում զբոսաշրջության կոմիտեի նախագահ եւ նա կարծում է, որ մեր մոտ այնուամենայնիվ էկոտուրիզմն է ապագան, սա բերում է գործի համակարգ, այլ ոչ թե անհատ։ Այո, որ ծախսված գումարները սովորաբար փոշի անում են, կախված մեկ անձի որոշումներից։ Իսկ ռազմավարական փաստաթուղթը հստակ ուղենիշ է, թե ուր է գնում մեր երկիրը առաջիկա 5 տարիների ընթացքում եւ այն հաստատվել է կառավարության կողմից, այսինքն մեկ անձը անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող շատ շեղվել այդ ռազմավարական փաստաթղթից եւ պարտավոր է իրականացնել հաջորդող 5 տարիների ընթացքում։ 5 հիմնական ուղղություններ կան, որոնք բաժանվում են առաջնային եւ ներուժ ունեցողների, բնականաբար պատմամշակութային գաստրոն, որ իր մեջ ներառում է գինու туриզմը, հայկական բրենդին, արկածային զբոսաշրջությունը։ Իմիջիայլոց ուրախությամբ ուզում եմ մի դեպք պատմել Մադրիդի Ֆիտուր միջազգային ցուցահանդեսին մեծ հետեր արկածային զբոսաշրջությունը ներկայացնող մի ընկերություն եւ ներկայացված էր իրենց մոտոցիկլը երկար ճանապարհներ հատելու համար ամենաակտիվ սեղանը արկածայինի սեղանն էր մոտենում էին եվրոպացի համաշխարհային տրենդն է գնում դրան, որ այո, արկածային զգացողությունները, տպավորությունները գալիս են առաջին տեղ։ Ես հասկանում եմ, որ եւ Հայաստան են մարդիկ այցելում հենց դրա համար, քայլարշավների համար, հեծանիվի համար, մոտոսպորտի համար եւ հետո ըստ հերթականությունների իհարկե մեզ մոտ ագրո կամ էկոտուրիզմն է։ Հայաստանը նույնպես ունի շատ մեծ ներուժ այս ուղղությամբ, medical tourism-ն է, բժշկական туриզմը։ Այո, այս տարի մենք նախատեսում ենք իրականացնել եւ ձեզ էլ սիրով հրավիրում եմ բժշկական զբոսաշրջությանը միտված մեծ արդեն երկրորդ անգամ միջազգային համաժողով, առաջին անգամ ֆորում էր, այո, անցած տարի ինքը տեղական էր, ներգրաված էին առողջապահության նախարարությունը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, բնականաբար էկոնոմիկայի նախարարությունը եւ բոլոր բժշկական հաստատությունները Հայաստանի Հանրապետության։ Այս տարի մենք փակագծերը կբացենք եւ ՄԱԿ զբոսաշրջության հետ համատեղ կանենք միջազգային համաժողով ՄԱԿ-ի հետ
Այստեղ մի հարց տամ, այսպես կներեք ընդհատեցի, բայց տեղին էր հարցը, այսպես եկավ։ Օրինակ Եվրամիության երկրների միջև բժշկական туриզմի ոլորտ, բժշկության ոլորտում կա այսպես փոխհամաձայնություն, եւ այդ երկրները փոխադարձաբար բժշկի նշանակմամբ մեկ այլ երկրում շատ հաճախ բուժում են անցնում։ Դե մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, արդյոք այդ հնարավորությունները կան, որ մեր գործընկեր երկրների միջև այսպես զբոսաշրջության եւ առողջության համատեղում լինի եւ շատ հաճախ բժիշկների ուղեգրերով մարդիկ կարողանան մեր առողջարաններում բուժվել, մեր բժշկական հաստատություններում բուժվել։ Դուք մեկ քայլ առաջ եք գնում։ Ես պետք է խոսեի դրա մասին։ Ապավագրության համակարգի շրջանակներում իհարկե։ Եթե հետևում եք, վստահ հետևում եք, տեսել եք, որ նաև միջազգային ապահովագրող է եկել, որը ապահովագրելու է միջազգային առողջապահությունը, այսինքն հնարավոր լինելու առնել այդ ապահովագրությունը եւ ստանալ բժշկական ծառայություններ տարբեր երկրներում։ Ինքը այո միտված է լինելու տարածաշրջանային եւ ոչ միայն տարածաշրջանային ներուժի բացահայտմանը, որովհետեւ օրինակ Արաբական Էմիրությունները համաձայնագիր ունեն Գերմանիայի հետ եւ Իսրայելի հետ եւ այն պարագայում երբ իրենց մոտ բժշկական ծառայությունները չեն բավարարում, իրենց հիվանդներին ուղարկում են այդ երկիր։ Եվ ինչու Հայաստանը չի կարող հանդիսանալ երրորդ երկիրը Էմիրությունների համար, որտեղ մարդիկ կարող են գալ այդ ծառայությունները ստանալու։ Եվ ինչու չէ Վրաստանի հետ, ինչու չէ ԵԱՏՄ մեր մյուս գործընկերների հետ, Ղազախստանի հետ չենք կարող այս նույն սկզբունքով փոխհամաձայնեցված աշխատել։ Եվ նաև ներգրաված կլինի մեր համաժողովին Medical Tourism World Association-ը, որը ամենամեծ խաղացողն է այս պարագայում, որը կարելի ասել ուղղորդում է հիվանդներին եւ այն խոշորագույն տուրօպերատորներին, որոնք ուղղորդում են հիվանդներին գնալ որևէ երկիր եւ դառնալով այս կառույցի անդամ մեր երկիրը նույնպես կարող է դառնալ այդ խաղացողներից մեկը համաշխարհային, որտեղ հիրավի անուն են հանել Իսրայելը, Գերմանիան եւ կամ այլ երկրներ։ Թուրքիան օրինակ մազերի տրանսպլանտացիայի հարցերում, այո։ Եվ Հայաստանը նույնպես պետք է իր ուրույն տեղ ունենա, քանի որ մենք ունենք շատ լավ բժշկական դպրոց, այսպես ասած։ Նաև սովետական ժամանակներից եկած նույնիսկ շատ լավ դպրոց ունենք։ Այո, ատամնաբուժություն, ատամների իմպլանտացիա, էսթետիկ պլաստիկ վիրաբուժություն եւ ինչու՞ չէ նաև արդեն ավելի բարդ օնկոլոգիական հիվանդություններ, սրտի բաց վիրահատություններ, որոնք երբեմն համեմատած այլ երկրների, օրինակ Միացյալ Նահանգների սրտի վիրահատությունը 10 անգամ էժան է Հայաստանում, քան այլ երկրներում։ Իհարկե առողջությունը ամենաթանկ բանն է եւ սովորաբար վստահելը առողջությունը որևէ երկրի այլ բժշկի երկար process-եր են ենթադրում, այսինքն մարդիկ ստուգում են բժիշկների լիցենզիաները, պատմությունները, կարծիքները, այսպես ռևյուների համակարգերն են փորփրում, որպեսզի իմանան իրենց առողջությունը ում են վստահում, սա շատ կարեւոր է, բայց այստեղ մենք մի խնդրի ենք բախվում, որ կրկին բժշկական բազան, այսպես ասած, շատ թվայնացված չէ եւ հաճախ բժիշկների մասին այդ առիթով ես ուզում եմ կիսվել մի նորությամբ, որի մասին դուք գիտեք, մենք համագործակցում ենք Ամերիկայում ստեղծված, բայց մեր հայրենակիցներ են, ամերիկահայեր են, որոնք ստեղծել են Մեդեյեմ հարթակը։ Մեդեյեմ հարթակը հենց այդ թվային հարթակն է, որտեղ միջազգային զբոսաշրջիկը կարող է գտնել լավագույն որակներով հայ բժիշկներին։ Ես մասնակցել եմ արդեն փակ ցուցադրությանը կայքի, որտեղ արդեն 56 բժիշկ կային, դա ընդամենը մի քանի ամիսների ընթացքում արված աշխատանք էր, ժամանակի հետ այդ բժիշկների թիվը կհասնի հարյուրների բոլոր ոլորտներում եւ այո, եթե մենք ուզում ենք աշխարհին ներկայանալ բժշկական զբոսաշրջությամբ, պետք է բժշկական զբոսաշրջության ոլորտը նույնպես թվայնացված լինի։ Եվ մեկ բան, այստեղից մենք երկուսով կարող ենք դիմել, ես շատ հաճախ մամուլում ճիշտ ասած տեսնում եմ տեղեկություններ, որ եթե մի որևէ դեպք է տեղի ունենում, իսկ դեպքերը բոլոր երկրներում են սովորաբար
բնականաբար լինում, մեր մամուլը շատ է տարածում այդ տեղեկատվությունը, այլ երկրներում նման տեղեկատվությունները շատ հաճախ չեն տարածվում կամ համագործակցություն կա լրատվամիջոցների պետության միջև, որպեսզի բացասական ինֆորմացիան շատ չտարածվի, որտեղ երբեմն հաճախ մենք պլաստիկ վիրահատություն արտահայտությունը միայն փնտրելուց որոնողական համակարգերում առաջին տեղեկատվությունը, որ բերում է դրանք վատ լուրերն են։ Բանականությունը կարդում է բաց ինտերնետային աղբյուրներից եւ այո, սա համակարգային խնդիր է ոչ միայն զբոսաշրջության եւ բժշկության ոլորտում, նաեւ քաղաքական առումով էլ շատ հաճախ օրինակ երբ մեր միջազգային գործընկերներ, ասենք դեսպանների հետ կամ եւ ինչ որ հարցեր են քննարկում անվտանգային կամ վիզաների տրամադրման հարցեր, ինձ միշտ բերում են օրինակ, ասում են դուք կարդում եք ձեր ընդդիմադիր դաշտը ինչեր է գրում Հայաստանի մասին, ասում է մենք բազմիցս քննարկել ենք Հայաստանի սահմաններից կարմիր գծերի հանելու հարցը, բոլոր դեսպանների համարյա բոլորի հետ քննարկել եմ այս հարցը եւ իրենք միշտ ինձ բերում են այդ օրինակը, շատ տեղին եք ասում են եթե հետևեք ընդդիմադիր լրատվամիջոցներին դուք կհասկանաք որ ձեր երկիրը պատերազմի եզրին է կանգնած, որովհետև անդադար այդպիսի տեղեկատվություն է գնում բաց ինտերնետային գոնե туриզմը շատ ոչ քաղաքական ոլորտ է, այսպես ասած բացարձակ քաղաքականության հետ կապ չունեցող, կոչ եմ անում, որ կամերային եմ նայում այնտեղ հարգելի լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, իսկապես ինչպես ասում է Տիկին Աղաբալյանը, զբոսաշրջությունը այն ոլորտն է, որը ուղիղ ազդեցություն ունի բոլոր ոլորտների վրա, տնտեսության, տաքսիներից, ռեստորաններից, ամենակիչը 7 ոլորտ պատտեցնում է, այսպես ասած, այդ շարժիչը, մշակույթի վրա, ամեն ինչի վրա է ազդում, եկեք туриզմի մասին ճիշտ եւ լավ տեղեկատվություն հրապարակենք, որովհետեւ դա այն հնարավորությունն է, որը տալիս է ներգրավելու ավելի շատ զբոսաշրջիկներ, որոնք շատ ավելի գումար կծախսեն մեր երկրում։ Եվ ինչու՞ չէ, նաև պետք է խոսենք ներքին զբոսաշրջության մասին։ Տարեց տարի մենք նկատում ենք, որ հայաստանցիները ավելի շատ սկսել են շրջագայել Հայաստանի ներսում, որովհետև երբ խոսում եմ, օրինակ, երբեմն հարցնում եմ Սյունիքում, երեխաների հետ եմ խոսում, հարցնում դուք Գյումրիում եղել եք, ասում են չէ, չենք եղել, կամ Գյումրիում ապրող երեխաներին հարցնում եմ դուք Ջերմուկում եղել եք, ասում են չէ, չենք եղել։ 2026-ը շատ լավ առիթ է նաև զբաղվել ներքին զբոսաշրջությամբ, շատ շրջագայել Հայաստանի Հանրապետությունում, բացահայտել հարյուրավոր չբացահայտված գեղեցիկ վայրերը եւ այո, խթանել տնտեսությունը եւ այդ գումարները մնում են հայկական տնտեսության մեջ եւ խթանում են եւ ապակենտրոնացմանն են նպաստում։ Շատ լավ, փորձենք կոչին հետևել ինքներս առաջին հերթին եւ այսպես ամփոփելով մեր զրույցը նորից վերադառնանք ծանոթությունների թեմային, կրկին ամփոփենք, երբ ենք սկսում ծանոթումը, մինչեւ երբ ժամանակ ունենք ծանոթելու, ինչպես ենք անցնում այդ ընթացակարգով, ինչ փաստաթղթեր ենք ներբեռնում եւ ինչպես ենք հետևում մեր պորտֆոլիոյին, որպեսզի այսպես ասած մեր բալային համակարգը դժուժ չկրի հանկարծ մեր գործունեությունից։ Ծանոթությունները կսկսվեն հուլիսի 1-ից, զբոսաշրջության կոմիտեն 1 ամիս առաջ կսկսի հայտարարություններով տեղեկացնել, խոստանում եմ եւ նաեւ այս եթերից հետո մի հատ տեղեկատվական հայտարարության տեսքով կկազմենք թե ինչ է պետք լինելու եւ նաեւ մենք կունենանք հոլովակ, որը ցույց կտա շատ բարձրով ինչպես է հնարավոր դա իրականացնել։ Կարծում եմ առաջին 2 օրերին մեր կայքի մուտքերը շատ են լինելու, հարյուրավոր մարդիկ փորձելու են արագ մուտք գործել եւ անել, ինչպես ես նշեցի, արդեն պատկան մարմիններին տեղեկացրել ենք, որ process-ը նոր է լինելու եւ առաջին 2 ամիսներին ուղղակի թույլ ենք տալու, որ ոլորտը հասցնի եւ համապատասխան ծանոթություն։ Այսինքն այսպես նպատակը դժեր տուգանքներ կիրառելը չի լինելու։ Բացառապես նպատակը թվայնացումն է։ Ես ինքս միշտ ու միշտ, ինչպես եւ դուք նշեցիք, ինքս էլ կողմ եմ թվայնացմանը
Դա խնայում է եւ մարդկանց ժամանակը եւ մարդկանց նյարդերը ավելորդ անգամ որևէտեղ հերթ կանգնելու կամ որևէ թուղթ տանելու պատասխանատվությունից ազատում է մեզ։ Չիմաստնե խոսքը այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ նույն Տինկոֆ բանկը օրինակ ընդամենը մեկ փոքր գրասենյակ ունի, բայց մի հսկա պետության մեջ բոլոր տեղերում աշխատում է, առաքում է իր ծառայությունները թե առցանց թե ցանցային եւ փաստացիորեն անհրաժեշտություն չունի նույնիսկ այսպես գրասենյակներ բացելու ամենտեղ։ Եվ ի վերջո մենք մեզ տարածաշրջանում դիրքավորում ենք, որ արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների կենտրոն Հայաստանը տարածաշրջանում ամենաշատ թվայնացված երկիրն է եւ պետք է շարունակենք այս դրոշը պատվով տանել եւ իրականում այո հասցնել պետական ծառայությունները 100% թվայնացման։ Շատ լավ, բոլորիս հաջողություն եմ մաղթում, հուսով եմ սրանով մենք կարողանանք բարելավել թե մեր ծառայությունների որակը, թե պետություն մասնավոր կապը, այս գործիքը կդառնա հարաբերությունները շատ ավելի սերտացնելու, մասնավոր պետական հարաբերությունները շատ ավելի սերտացնելու, միմյանց օգնելու միջոց։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք, ինձ համար մեծ հաճույք էր այս տաղավարում ձեզ հետ քննարկելու թվայնացման թեմաները, պատրաստ ենք նաև այլ թեմաներով, այն կառավարության որոշումները, որոնք շուտով կընդունվեն զբոսաշրջության կոմիտեի կողմից։ Այո, կարծում եմ մենք բարբերաբար պետք է ոդքասթի ժամանակ туриզմին վերաբերվող այս նորություններով կիսվենք, անհրաժեշտության դեպքում տնտեսվարողներին բացատրենք ինչի մասին է խոսքը եւ այսպես առաջ գնանք։ Սիրով մաղթում եմ մեր բոլոր դիտողներին եւ լսողներին ճանապարհորդություններով լի տարի։ Շնորհակալ եմ։ Ես հաջողություն։